Որոշում է կայացվել, որ վրանը պիտի հանվի, կառավարությունը շարունակելու է ևս 2 ամիս տրամադրել 40+10 հազարական աջակցության ծրագիրը, ինչպես նաև նշել են, որ ծրագրերում, որոնք որ ներկայացրել են, փոփոխություններ են իրականացնելու։ Դուք ինչպես կգնահատեք ներկայի իրավիճակը։ Աղջիկ ջան, այդ 40+10 որ տալիս է այդ կառավարությունը, իրանց գրպաների չի տալի։ Ես Երևանցի եմ, էդի մեր հարկերի փողն է տալի։ Անենց որ մեծ բան չի անում։ Երկրորդը բայ չպետք է անի չտա։ Այս մարդկանց երկիրը բնավեր արեցին։ Դու ով էիր, որ դու գնացիր կայնար Պրահայում այս մարդկանց երկիրը ճանաչեցիր Ադրբեջանի կազմի մեջ, ով էիր դու, Ղարաբաղցին, Արցախցին քեզի տվել այդ լիազորակցությունը, գնացիր մարդկանց երկիրը ճանաչեցիր Ադրբեջանի կազմի մեջ, մարդկանց տները չթողեցիք, որ բարեին, քանդեին, միլիոններով այս մարդկանց տարիների կուտակածը թողեցին Ղարաբաղ եկան, կարտոշկեքով, բիտոններով, մեղրներով, ամեն հարստությունը թողեցին եկան ու դու խոստացար, որ այս մարդկանցը ապահովելու ես բնակարանով։ Հիմա եկել է այդ աստիճանը հասե, դու այդ 40+10-ն էլ չես ուզում տաս, հորդ ջեբից ես տալի այդ փողը, էդի մեր փողերն է։ Իսկ Արցախցին մեր հայրենակիցներն են, թողանիցվի են մարդը, թողանիցվի, ով որ Արցախցի Հայաստանցի կտարանջատի։ Իրանք Արցախցիները այնքան արտոնություն ունեն ստեղ, ինչքան որ Հայաստանցին։ Մեր համար չկա տարբերություն, այդ իրանք են անամոթի պես ատելության քարոզներ անում, հետո տեսան, որ ժողովուրդը թքում է ներեցներին, արդեն սկսեցին, հիմա արդեն ուրիշ բան են բրդել, դրանք տենց են, չէ, այսօր ուրիշ բան են ասում, վաղ ուրիշ բան են ասում, հետո, ընձի թվում է, սրանք սաղ հիվանդ են, անցածից սրանք տառապում են նախկինացավ վիրուսով, երևի էլ ուրիշ վիրուս է Հայաստանի մեջը, ինչ խոսում ես, ինչից խոսում ես, արշիպես մեղրի օրինակն են բերում, նախկիները հասկացանք, նախկիները թալանել են, չեն թալանել, ինչքան որ թալանել են, բայց հոտ ձեր չապ չեն թալանել, հələ մի հատ հիշեք 7 տարի առաջ ով էիք դուք, բոլորդ հարկադիրի պարտքերը, բրեկները տեկակ իշխանության, հիմա այսօրվա օրը գոնե ամաչեք թալանից մի խոսացեք, գոնե ամաչեք, կոպեկ, Range Rover հետ են բերում, մեզ են տալի, մեզ ինչ, իմ համար ինչ տարբերություն, փողոցից կառնեն պետրոլ, մեկը բերում են իրանք իրանցը պարգևատ վճար են բաժանում, իրանք իրանց առանձնատներ են առնում, դրանից ժողովուրդը շահում, ջահանդամին բերես, ռենջները առնում ես կնգատակ ես դնում, կարող է ժողովուրդն օգտվում դրանից։ Աննա Հակոբյանը ասում է, որ կրթվելը նորաձև է եւ հասարակությունը կրթվելու կարիք ունի, որպեսզի հասկանա իրենց իշխանության գաղափարախոսությունը, ինչ կասեք այս առումով։ Տղա ջան, մի բան ասեմ, մի քիչ շատ գլի, բայց դե պետք է ասեմ, հələ թող մի հատ, չէ, մի քիչ քաղաքավարի կփորձեմ, հələ թող մի հատ իրանք կրթվեն, այդ երբեն օլոյի ջոլոյի պես խայտարագություն, դրանք որ դուրս են գալի են երեխեքիներ հետևների սկսած ամանչում են, որ դրանք մեր երկրի ղեկավարն են, այդ դու և Հեսանա Հակոբյան մի հատ կիրթ մի բառ ասե, որ այսօր էլ ազգին ես ուզում կրթվես, մի հատ դու գնա փողոցով քայլելուց սովորի, որ քորելով ձեզի չքայլեք, հələ այդքան բանը գիտակցի, հելնում եք ամբիոններից ամբողջ ընտանիքը մենակ ինքը չէ, քորելով ման է գալի իրանցը, դուք կրթվեք, նոր արեք ուրիշներին կրթեք, հողերը սեր գլխին, թալանեցին կերան մեր երկիրը, չգիտեմ ոնց պետք է անենք,
Անձի թվում ասված արդարայելի չի թողի, արդեն այնքան ենք փորձությանը կե, նայում եմ ժողովրդին լացս գալիս է, այսօր ասում հլե չնայած գալիս եմ շուշուտ եմ գալի, սրանք իմ հայրենակիցներն են, այդ համ հլը տենամ ես էլ իմ լումայու չափով, զենք բռնել չգիտեմ, ոչ բան անել չգիտեմ, բայց ես էլ իմ լումայու չափով ուզում եմ գամ կայնեմ իմ արցախցի քույրերի եղբայրների կողքը, որ իրանք իմանան, իրանք մենակ չեն, թող նորից եմ ասում անիծվի են մարդը, ով որ Արցախցի, Ղարաբաղցի կտարանջատի, իրանք մեր քույրներն ու եղբայրներն են, ու իրանք հավասար արտոնություններ ունեն այս երկրի մեջ, այսի Նիկոլի երկիրը չի, այսի մեր երկիրն է, Նիկոլը ժամանակավոր մի բան է, հետո մի բան էլ ասեմ, սրանք չեն ամանչում ասում են 680,000 ձայն տվող ենք ունեցել, բանջան, Ալեն ջան, Վահագ Ալեքսանյան ջան, էդի խափնվել ենք, 680,000-ի մեջ ես էլ եմ եղել, համի ոտերս թողել եմ, գլխիս եմ խփում, ինպես միլիոնավոր մարդիկ խափնվել են, փոշմանել ենք, չենք իմացել, որ թուրքի գործակալներին բերում ենք Հայաստանի իշխանության գլուխ, չենք իմացել, որ Ալիևը բտինդեղից հրամայի, մենք էլ ստեղ ենթարկվենք Ալիևի հրամաններին, Էսի մեր երկիրն է Նիկոլ, էսի քո երկիրը չի, դու արդեն հոգեբարքի մեջ ես, քո վերջի խրխրոցներն արդեն ելում, վերջի խրխրոցները, փրկություն չկա, Աստված արդար է, Աստված դաժան չի թողի, որ այս ժողովուրդը առանց էդ էլ այսքան տանջվա ժողովուրդը նորից այսքանից հետո տանջվեն, մեռնեմ Աստծուն, թող իրանք էլ իրանց այդ փասափուսեկով չին ամանչում, այդ ինչեր են խոսում, հելնում են էթում են արդ երկրներ, ժողովրդի անունից են խոսում, Հայաստանի անունից են խոսում, որ իրանք մոռացել են, որ իրանք ընդամենը ունեն 7% ձայն։ Դու ով ես, որ էթում ես, մի հատ ժողովուրդն էլ ես եմ, քեզ ով է այդքան իրավունք տվել, որ դու էտաս իմ անունից ընդեղ երանք Հայաստանը որոշել է, գլուխդ պատին ես տվել, դու Հայաստանն ես, հա? Էդ ես ասում ես Հայաստանը Արցախը ճանաչում Ադրբեջանի կազմի մեջ, դու ես Հայաստան, այ կնզր։ Դինոչետին բռնապետ է։ Գրակը մենք այդ գժերի ձեռը։ Թող էթանային մարդ իրանց երամով, նախիրով էթան հոգեբուժարանները բուժվեն, մենք էլ պրծնենք, մենք էլ մեղք ենք, խիսես լարված վիճակ կլի, 4 հատ նախագահ ենք ունեցել, որ մի նախագահի օրոնք ենք սենց լարված քնում ես, էլ մի չգիտես, թուրքի գլխիդ վերևը կլի թե չի լի, ով չգիտեմ, էլ բան շատ բան ասում, շատ երկ գիտեմ ծեներ չի գալի, շատ բան կարամ ասեմ, բայց ցենզուրայից դուրս կգամ, Այս իրանք չեն էլ նայեն, 70 տարեկան մարդուն տարան բռնեցին, չեն էլ նայի տարիքը, ծերըտ, մի հատ մահանա են մանգալի, ես ես 7 տարվա մեջ սենց հասկացա, որ ով Նիկոլին չի գովում իրա կնգահետ կամ էլ իրա փնթոշ ընտանիքին, հաջորդ օրը բերդ, մի հատ գործ սարքում են ու գնա,